Անկախության պայքարի առաջնորդը ես եմ եղել։ Բռնապետին ներկայացնում է որպես բանակցությունների արժանի մարդ։ Իրեք չէ մարդիկ կան, որոնց գումարը ստալիս ուզածը տանում ես։ Ամարտեն տախտիտակից լույս չեմ գա։ Դուք Նիկոլի շարքային պրիմիտիվ էժանագին գործիքն եք։ Բարև ձեզ հարգելի հետևորդներ, Արտմլուրի տաղավարում այսօր զրուցելու ենք ազգային ինքնորոշում միավորում կուսակցության հիմնադիր առաջնորդ Պարույր Հայրիկյանի հետ։ Պարոն Հայրիկյան, ողջունում ենք ձեզ մեր տաղավարում եւ կցանկանամ մեր հարցազրույցը սկսենք հենց, եթե կարելի է այսպես ասել, ձեր անձնական խնդիրներից։ Օրերս տեղեկացան, որ ձեր առանձնատունը շոկայական գնից ցածր գնով վաճառում է։ Կխնդրեի պատճառը նշել, առավել մանրամասն հայտնեք, ինչ է տեղի ունենում։ Ես եմ ողջունում, անձնական հարցերի մասին խոսել չեմ սիրում, եթե հանրային գործիչ ես, պիտի քո խոսակցության առանցքում լինեն հանրային հարցերը, բայց սա նաև հանրային խնդիր է, որովհետև անմիջականորեն կապված է մեր իշխանությունների, մեր շատ սիրելի իշխանությունների, մարդիկ կան, որ այդպես ասում են, չէ, բայց շատ ենք սիրում, ինչ ուզում ես արա, ամենալավը դու ես, սկսած հարկային տերորի մասին։ Եվ գիտեք, ինչն է ուշագրավ, որ երբ գույքահարկերը գազանաբար բարձրացվեցին, իշխանության հետ աշխատող մասնագետները հրապարակավ դիմեցին վարչապետին, որ գիտեք, չափ անցնում ենք։ Եվ ինքը ինչ ասեց։ Այս հարցում ես կոմպրոմիսի չեմ գնա, բառացի եմ ասում։ Այսինքն, երբ խնդիրը վերաբերում է, երբ սոցիալական երկրում խնդիրը վերաբերում է քաղաքացիների սոցիալական վիճակին, դու փոխզիջման չես գնա։ Բայց երբ թշնամիներին է վերաբերում, ոչ միայն փոխզիջման, այլ լրիվ զիջման ես գնում։ Այնպես որ սա կարևոր հանրային հարց է, որովհետև լավ, ես մի տարի դիմացա այդ բարձրացված 500 անգամ բարձրացված գույքահարկին։ Այս տարի էլի եմ բարձրացնելու եւ ընդհանուր առմամբ կստացվի, որ 5 տարվա ընթացքում 700 անգամ բարձրացրել են։ Այդպիսի բան մարդկության պատմությանը հայտնի չէ։ Հետևաբար սա ոչ թե այնքան անձնական խնդիր է, որքան հանրային։ Գիտեմ, որ որոշ բաներ հատուկ իմ նկատմամբ են անում, օրինակ վերջին շրջանում ես ոռոգման հարցով բայց քննադատական խոսք էի գրել, որ երբ ես մարդկանց ներկայությամբ վճարել եմ ջրի համար եւ դուք հետո ինձ ուղարկում եք թղթեր, որ ես իբր չեմ վճարել, հետո ասինքն նոյեմբեր ամսվա նամակ եք ուղարկում, այնպես որ եթե խոսք լինի, ասել եք վայ հին գրություն է, բայց հունվարին ես դա ստանում եմ, իսկ այնտեղ գրված է, որ դուք պարտքեք, պատկերավորացեք, լավ, ասեմ մոտավորապես 50,000 ես զսպում եմ, սանձում եմ, ասում ես ինչ եք անում, ես գնացել եմ եւ վճարել։ Ուրեմն իրենք այսպեսի տրամաբանությունն են, որքան կարելի է Հայրիկյանին ճնշել։ Ու այդտեղ վկայակոչում են, թե ես ինչ ամսաթվով։ Եթե դուք հունվարի վերջին ինձ ուղարկում եք նոյեմբերի նամակ, դրա տրամաբանությունը ո՞րն է։ Իմանալով, որ ես վճարել եմ, նորից են գները գրում ու հասկացա, որ այստեղ միտում կա, բայց այդ մարդիկ չեն մեղավոր, հրաման են ստացել, ինչով կարող եք Հայրիկյանին նեղել։ Միտումը որտեղ եք տեսնում։ Միտումը գալիս է իշխանություններից, որովհետև ես անողոք քննադատում եմ եւ պարտավոր եմ քննադատել։ Ցկան լրացնելու համար են։ Ես ավելի լուրջ բաներ եմ ասում, եմ խոսում քանարորյա խնդիրները, մասնավորապես հիմնական օրենքի մասին, բայց իդեպ մի անգամ այդ ձեր առաջի հարցի մասին ասեմ, որ ոչ թե շուկայականից ցածր գնով, շուկայականի կես գնով եմ դրել վաճառքի, շատ մարդիկ են զանգահարել հարցրել, հետո վերջում ես եկա մի եզրակացության, որ ամենայն դեպս արժի կրկնել այն փորձը, որ նախկինում արել եմ, այսինքն նվիրում եմ, որ պայմանով, որ պարտքերը բնականաբար եթե բան ես նվիրում, պարտքերը պիտի փակվեն, որ դա դառնա ժողովրդավարության եւ անկախության թանգարան, որովհետեւ այնտեղ եղած արժեքները բացի հողից եւ շենքերից, այնտեղ արժեքներ կան, որոնք տասնապատիկ ավելի արժեն։ Ու դրանք նվիրում եմ, որովհետեւ ապահով ձեռքերում պիտի լինի, մարդապետությունից ավելի ապահով ինչ կարող է ունենալ։ Եվ ես ուզում եմ այդ իմ հավատը փոխանցել մեր պետությանը։ Այսինքն հիմա քառորդ գիննել եմ առաջարկում եւ պետությանը եւ այն մարդկանց կան, հարուստ մարդիկ, որ ինձ ուղղակի առաջարկում են, մենք քեզ կօգնենք, ասում եմ, ինձ անձնական օգնություն պետք չի։ Եվ ասում եմ, եթե ուզում եք այդ նախաձեռնության օգնել, կարող եք մասնավոր թանգարան պատրաստել կամ դարձնել, դա արդեն քառորդ գնով։ Այստեղ մի սարսափելի բացահայտում տեղ ունեցավ այս դեպքի շնորհիվ։ Որոշ
անուղեղների, կիսագրագետների, ինչ եմ այդպես ասում, վիրավորական խոսք է, բայց մյուս կողմից եթե դու չես տեսնում երևույթը եւ ինչ որ հեքիաթների ես հավատում, շատ այդ մարդկանց շատ սիրելի վարչապետ կոչվածը հայտարարեց ամբողջ կյանքում վաստակել ես, ինչպես ես դա արել, քո խնդիրն է։ Հիմա չես կարողանում տալ իմ նշանակացարկը ստոր սրիկադու 600 չվճարես, պիտի վճարես, որն վաճառիր եւ գնա գյուղում ապրի։ Այդպես է դա հրապարակավարված հայտարարություն է սոցիալական պետության մեջ, իսկ սահմանադրությամբ մենք սոցիալական ենք։ Սոցիալական, ինքնիշխան, ժողովրդավարական եւ իրավական։ Այսինքն 4 սյուններ կա, որոնք Հայաստանի Հանրապետության կարող եմ ասել հիմնասյուններն են։ Եվ դրանցից մեկը այսպես կոպտորեն խախտվում է։ Նշանակում է մյուսներն են, որոնց մասին դու բարբաճում ես, ժողովրդավարության մասին, նույնը կարող ենք ասել, օրինակ տվել են բացարձակ ժողովրդավարության նախագիծ։ Դա շատ հետաքրքիր է, թե դրա մասին խոսենք ասել, կամ իրավական պետությունը իրավական է դառնում մարդկանց իրավավասարության ապահովմամբ։ Տվել եմ նախագիծ, որ դա ապահովում է։ Ու դու ասում ես, երրորդն էլ ասեմ մի անգամ ես, ինքնիշխան պետություն է, անկախության պայքարի առաջնորդը ես եմ եղել։ Քեզ երբեք չեմ տեսել որևէ, նույնիսկ ամենաստորը տեղերում։ Դու այսօր անկախության իբր թե պայքար ես սկսել, ոչնչացնելով անկախության հիմնական արժեքները, անտեսելով օրինակ ինքնորոշման սկզբունքը։ Կարևոր չի, որ արցախցիների ինքնորոշման մասին է խոսքը։ Առանձին վերցնելուն պես շատ կարևոր է, բայց այս մարդը ցույց է տալիս ինքնորոշման նկատմամբ իր վերաբերմունքը անկախ Հայաստանի մասին պայքարելով, մոռանալով, որ Հայաստանը իր անկախությունը վերականգնել է իմ առաջարկած, բայց միջազգայինորեն հայտնի ինքնորոշման սկզբունքից ելնելով։ Հիմա գալով այն պահին, որ այստեղ ինքը այդպիսի կոչ է արել, վաճառեք ձեր ունեցվածքը եւ գնացեք որևէ տեղ։ Նախ դա վիրավորական է քաղաքացիների հասցեին, բայց հիմա ես երեք հրապարական շատ կոպիտ ասացի։ Ես վաճառում եմ ոչ թե իր իրական արժեքով, այլ քեզ գնով։ Դե արի գնիր։ Անձամբ քեզ եմ ասում, դու ես ասել վաճառիր, քո ասածն անում եմ։ Վաճառելու համար երկրորդ կողմը պետք։ Այստեղ երևաց անգրագիրությունը, լպիրշությունը, գրեգրությունը եւ ընդհանրապես հակաիրավական իր կեցվածքը։ Սա նույնպես այն խնդիրներից մեկն է, որը մարդու իրավունքների վրա բռնանալը, այո։ Բնականաբար, քեզ ով է իրավունք տվել ստիպել, չէ՞ որ սոցիալական պետության մեջ դու ստիպում ես կատարել քայլեր։ Ստիպում ես, դե գնիր, եթե չես գնում, ուրեմն աշխարհի ամենաստոր արարածն ես։ Դու ասել ես վաճառել, ես վաճառում եմ քեզ գնով։ Ինչևէ, այդ հարցի մասին խոսեցի այսպես մանրամասն, որովհետև դա անձնական հարց չէ։ Այնտեղ շահարկում են նաև, բա դու որտեղից ես գնել, բանկից ես բերել փողը։ Բոլոր այս տեսակի ֆեյքերին, որերի այն ինչպես է, տանտերը շնիկ ունի, չէ, շնիկին ասում է ֆաս, որ ստացել են հրամանը, ասում եմ, ինչը բանկից ես այդ փողերը բերել, ես բոլոր ստոր արարածներին, խամաճիկներին եւ Նիկոլի գործիքներին տեղեկացնեմ, որ ես այդ տնը գնել եմ 2000 թվականին հողը մասը անապատ վիճակում շատ էժան գնով եւ 25 տարուց ավելի քրտնաջան ամեն օր աշխատում եմ։ Այդ աշխատանքի արդյունքում անպայման մի բանկ ստեղծես, որը մի քարեր որ դնես, օրերի թիվը հաշվեք 20 տարվա մեջ առաջին դնաս, բայց ստիպված եմ եղել պարտքեր վերցնել։ Ու չեմ վախեցել դրանից, որովհետեւ գիտեմ, որ վաղ թե ուշ եւ գրքերս պիտի բարձր գնով վաճառվեն, հիմա այդ բավական վաճառվում է։ Միայն մի երկի մրցույթում հաղթելով ես $9,000 ստացա, բայց այդ գումարը, ասել մրցանակ այդպես էր ներողություն, Սայատնովա մրցույթում, ես գումարը հատկացրի այմաման մեկում կառուցված մեր եկեղեցուն։ Ցավոք սրտի դա հիմա մնաց այնտեղ։ Ոստեղ հասկանում ես, որ նպատակաուղղված քաղաքականությունը նաև քո կերպարի դեմ, որտեղ քո կերպարն է, որ 80-ական թվականների վերջերին մի ամբողջ ժողովրդի ոգևորեց, նկատում եմ կերպարի մեջ նաև երկերը, բանաստեղծությունները, ծրագրերը, եւ այդ կերպարի սպանությամբ վախենում եմ, որ մարդիկ կրկին կստափվեն։ Որպեսզի մեր կապառանակ չլինի, 88 թվականի Արցախյան շարժումը գիտեք, ինքնորոշման շարժումների վերջո, ինքնորոշման վրա հենվելու գաղափարը մենք ենք փոխանցել մեր 87 թվականից լույս անկախություն թերթով, իսկ ժողովրդի մեջ տարածվում էր մի բան, դե լսում էին Ամերիկայից այն ազատություն ռադիոկայանը նաև այդպես էր տարածվում, որ կա մի տղա, որ 17 տարուց ավելի նստել է բանտերում, հետ է եկել, ու ելի շարունակում է պայքարել։ Հիմա բանն այն է, որ այն ժամանակ այդ կերպարը ոգևորում էր ինչով, ասում են լավ, եթե մեկը 17 տարի եղել է, մի 3 տարի ես կարող եմ նստել։ Հիմա աշխատում են այդ փաստորեն
Այնպես անենք, որ այս կերպարը, ձեզ հետ զրուցող Հայաստանի անկախության պայքարի առաջնորդը, իրեք սա աշխարհով վերցրած բացառիկ բան է։ Բոլոր ազգերի ազատագրական պայքարի առաջնորդները ցավոք սրտի մյուս աշխարհում են։ Հիմա Աստված իմ հանդեպ բարեհաճ է եղել եւ թողել է, որ խոսեմ հանկարծ մտածում եմ ոնց անենք, որ մեր ազգային իրական կենսակերպ դրսևորած մարդուն անհայացնենք։ Որպես մարդ չեմ ասում, ես կարող եմ ամենա տգեղ, ամենաանգրագետ, ամենաանհաջող անհատն եմ, բայց որպես ազգային գործիչ դա փաստ է արձանագրված միջազգային շրջանակներում։ Անձնականի մասին եթե կարելի է չխոսենք։ Շատ լավ։ Պարոն Հայրիկյան, այսօր փետրվարի 4-ին Աբու Դաբիում տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյան եւ Իլհամ Ալիև հանդիպումը։ Կխնդրեմ այս հանդիպումների հաջողականությանը անդրադառնալ, ինչպես է գնահատում եւ հատկապես այս հանդիպումները ինչ է կարծում, ուղղված են, պայմանավորված են միայն խաղաղության պայմանագրով, թե ձևական բնույթ են կրում, ուղղակի շփումներ են։ Ուրեմն հանդիպումները ընդհանրապես մանավանդ հակամարտող ուժերի ղեկավարների միջև շատ կարևոր է, բայց կան մտագարներ, որ համարում են, որ արդեն խաղաղություն հաստատվել է, բայց կան ռազմագերիներ։ Առաջին, երկրորդ, երրորդ հանդիպումները ես կհասկանայի, բայց եթե դրանից հետո Հայաստանի Հանրապետության պատասխանատուն պաշտոնապես ճանաչված շարունակում է հանդիպել այն մարդու հետ, որը բազմաթիվ միջազգային հանցագործությունների հեղինակ է, դրանք ոչ միայն չի շեշտում, այլ այդ հանդիպումներով պարտակում է, բռնապետին ներկայացնում է որպես բանակցությունների արժանի մարդ։ Եթե դու ժողովրդավար ես, այ ասում եմ քեզ փալաս, ողորմելի փալաս, դու ժողովրդավարության բառի ժտարն անգամ պիտի չօգտագործես, որովհետև հանգիստ խղճով գնում հանդիպում ես սեփական երկրում բռնապետություն հաստատած անձի հետ։ Մեկ անգամ, երկու անգամ պետական շահերից ելնելով հասկանալի է, բայց գանք առաջ։ Ալիևը, չնայած ՄԱԿ-ի կանոնադրության պահանջին, չնայած Մինսկի խմբի պարտադրած եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում պատերազմը բացառող պայմանավորվածությանը հարձակվեց Հայաստանի վրա։ Հարձակվեց այո Հայաստանի վրա, որովհետև ինքնորոշված Արցախը նույնպես Հայաստան է։ Ամբողջ աշխարհը դա գիտե, ինքն էլ գիտի։ Դրա համար այդքան ճիղճաղում Արևմտյան Ադրբեջանի եւ այլ բաների մասին։ Այսինքն ինքը գիտի, որ պիտի մի կերպ փորձի աշխարհում կարծիքներ փոխել։ Ուրեմն հանցագործություններից մեկ, որ ուժի միջոցով հարցերը պետք է չլուծվեին, ինքը գնաց այդ ճանապարհով, ինքնորոշումը խախտելու ճանապարհով։ Ռազմագերիներ է պահում պատերազմի ավարտից հետո, պատաններ է պահում։ Այս ամենը իմացող մարդը, երբ գնում է ոչ թե առաջին, երկրորդ, երրորդ բանակցությունների, այլ գնում է 10-րդ եւ կողմնակի հարցերով բանակցությունների, իր ճակատին պետք է գերի սրբապիղ ծառերած։ Եվ սա ամենամեղմ բանն է, որովհետև դու վաղուց ավելի խիստ պատժի ես արժանանալու եւ պատժողը ես չեմ լինելու, երկնային պատիժն ավելի ահավոր է։ Մենք մանավանդ մեր պատմության մեջ գիտեք թե Աստված որքան ուշադիր է մեր նկատմամբ, հայերի նկատմամբ, շատ երևույթներ մենք այդպես մակերեսային առաջի քայլով են գնահատում, ինչպես կան շախմատ խաղացողներ, որ ասենք մի քայլ կարող են միայն հաշվել, բայց խորագետ շախմատ խաղացողը պիտի 5-6 քայլ հաշվի։ Երբ այդպես հաշվում ես, տեսնում ես, որ մենք բազմաթիվ նշաններ ենք ստացել ամենակարողից եւ ստանում ենք։ Նույնը կատարվելու է, վատ բաները կատարվելու են իր հետ, եթե մարդիկ բանտում են, հայ մարդիկ բանտում են, նույնիսկ հայ հանցագործը թշնամու բանտում է, այն երեք ես կարդում էի Լեբեդի հայտարարությունը, ասում է երկրի շարժից հետո ամբողջ Բաքվի բոլոր շենքերից ուրախության գոչումներ էին լսում անընդհատ մեջ եւ Լեբեդի պես մարդու հավաստարակշռված մարդ էր մեջ ցանկություն առաջանում, ասեն ավտոմատ լիներ միան դրանց վրա կրակերով ես իրենց վերադարձնեի մարդկության գիրկը։ Հիմա այդ տրամադրությունների տեր թշնամուն պատանդ են հանձնված մարդիկ եւ ինքը ասում է մի երկու ամիս դիմացեք, անցել են տարիներ։ Ուրեմն սա այն հիմնական գնահատականն է, Ալիևի հետ խոսելու ոչինչ չկա եւ սա պիտի հասկանա մեր ժողովուրդը, ինչու պիտի հասկանա, որ պիտի սահմանազատվենք Նիկոլ Փաշինյանից շատ արագ։ Մենք հայերս պիտի ասենք Նիկոլ Փաշինյանը մեր հետ կապ չունի, այո Քաջնազարի բախտով
դապադրություններով ինքը եկել է իշխանության, մեր միամտությունը նաև ոտնահարելով, բայց պայմանավորված եկել է իշխանության, բայց ինքը մեր հետ կապ չունի։ Ես դրա համար եմ այս վերջին ուրբաթ օրերին կազմակերպում ցույցեր, այդ ցույցը կարող ես մենակ էլ անել, բայց ես անում եմ մի քանի տասնյակ մարդկանցով, ուզում էի նաև հանրահավաքի հասցնել, բայց դա արդեն հանրությունից է կախված, վաղը չեմեսօր նույնպես ժամը, այս անգամ ժամը 4:30 մենք կառավարության դիմաց հանդիպելու ենք, որի հիմնական նպատակն է, ճիշտ է, հիմնական կարգախոսը ոչ իրավախախտումներին մոտեցումն է, բայց այնտեղ կա նաև մի լուրջ նկատառում, պիտի նախ մարդիկ տեսնեն, որ կարգին մարդիկ մերժում են Նիկոլին, իրենք Նիկոլի հետ կապ չունեն, իշխանությունները պետք է հասկանան, որ իրենք մերը չեն, եւ աշխարհը պետք է տեսնի, որ այն ինչ որ Նիկոլը ստորագրել է անում է, ժողովուրդը համաձայն չէ դրա հետ։ Ժողովուրդը այդտեղ կապ չունի իր հետ, մասնավորապես տեսեք, ինքնորոշման սկզբունքը մեր քաղաքակրթության հիմքն է, ժամանակակից քաղաքակրթության հիմքն է։ Դե ինքնորոշումը որտեղից է գալիս, մեզ համար պարզ է քրիստոնեությունից կամ աստվածաշնչից գալիս է Աստված ստեղծեց մարդուն եւ մի իրավունք տվեց։ Ինքդ որոշիր։ Քեզ ասում եմ չուտես, բայց ինքդ որոշիր։ Հանկարծ ինքը դա ուրանում է։ Այսինքն դա վերջն է։ Հիմա եթե այս ուրբաթ մարդիկ չգան, ես եւս մեկ փորձ կտամ, այսինքն մարդիկ չգան, ես նկատում եմ տասնյակ հազարներ լծված չլինեն կառավարության առաջ, ոչ ասելու են իրավախախտումների դեմ, որոնք ինքը իրականացրել է բոլոր ոլորտներում, եւ սոցիալական, եւ ամեն հայ մարդ, որ ուզում է իրեն երկրի տերը զգալ, պիտի հարցնի չէ՞ մի օր, ասի Նիկոլ Փաշինյան, դու ասում ես մենք ժողովրդավարության բաստիոնն ենք, այդ բաստիոնում Պարույր Հայրիկյանը մեր անկախության պայքարի առաջնորդը, ուզես չուզես, դու ես ասել, ամենաշագնահատված գործիչը Հայրիկյանը, դու կագեմ են թվերին բանտեր տանում, հիմա իր գործականների միջոցով ինչ կեղծ ասես փորձում է տարածել, դու ընդունել ես։ Այդ մարդը քեզ տվել է նախագիծ, որի վերնագիրն է բացարձակ ժողովրդավարության սահմանադրություն։ Դու ինչ ժողովրդավար, եթե նույնիսկ արգելում ես քննարկել, օրինակ վերջին դեպքն ասեմ, Համլետ կարծեմ Հարությունյան, գլխավոր քարտուղարն է արտարադատության նախարարության։ Նիկոլը իր ստացած փաթեթը, որում կա հայեցակարգ սահմանադրության եւ նախագիծ, ուղարկում է արտարադատության նախարարություն։ Նա այնտեղից դա ուղարկված է որպես արտարադատության նախարարության համապատասխան կառույցը սահմանադրության հետ կապված քննարկի։ Նա այնտեղից ինձ գրում է, որ հեքիաթներ է գրում, կապ չունեցող դրա մասին։ Այսինքն ես նախագիծ եմ ուղարկել, ինքը չի ասում նախագիծը ինչ արեցին։ Ասում եք, գիտեք, ինչ որ ժամանակ դուք ասել եք, որ մենք չենք քննարկել, դուք չեք նշել, թե ինչը չենք քննարկել։ Այսինքն սա է իրենց մակարդակը, կներեք, որ երկար պատասխանեցի, բայց այդ հանդիպումը, որ այսօր տեղի ունենում Ալիևի եւ բացահայտ բռնապետ Ալիևի եւ ծպտյալ բռնապետ, օրինակ եկեղեցու դեմ գործողությունները բավական են, որևէ ազգ ոչ թե ասել հեռացել այդ թուքերի երեսին։ Իսկ մտահոգություններ ունեք, որ փոխզիջումներ էլի կլինեն Հայաստանի կողմից, կամ սահմանազատման ակտիվ գործընթացները կսկսվեն։ Ոչ միայն մտահոգություններ ունեմ, այլ փաստ է, դա իրողություն է։ Երբ Ալիևը խոսեց, օրինակ, Հայաստանի միջոցով անխոչնդոտ անցնել գնալու մասին, եւ ինքն էլ դա ներկայացրեց որպես ոչ անխոչնդոտ, Ալիևը այսօր էլ շարունակում է։ Այսինքն նույն բաներն ասել եւ նույնիսկ դրանով հպարտանալ։ Ինքը որևէ ակնարկչար է, չի Գորիս-Կապան ճանապարհը դեռ սահմանազատված չի։ Եվ ամբողջ մեր պատմության ընթացքում դա համարվել է Հայաստանի տարածք։ Հայաստանի պետությունը հատկացումները արել այդ ճանապարհները կառուցել է հայկական վարչական միավորը, ոչ թե Ադրբեջան կոչվող սովետական վարչական միավորը, հայկական։ Արի այդ ճանապարհը գոնե բաց։ Օրինակ, բարիք որպես բարիք ըմքի դրսելու։ Ինքը չի արել որևէ բան, որը ուղեկցվի փոխադարձության սկզբունքով։ Հետևաբար, եթե հարաբերություններում փոխադարձության սկզբունքը բացակայում է կամ ելակետային դրույթը, նշանակում է միայն վատը պիտի սպասես, զիջելով սկսել ու պիտի զիջի, վերջում պիտի զիջի այնքան, որ ճիշտ ենք ունի փչացածների, ծախումների, իրեք չէ մարդիկ կան, որոնց գումար ես տալիս ուզածը տանում ես։ Ինքը ունի այդպիսի զանգված, այդ պարգևավճարները որ տվեց, դրա դրսևորումներից մեկն է։ Ինձ հավատարիմ եղեք, խեղճ ու կրակ ժողովրդի հաշվին ես դες լավ կպահեմ։ Այսինքն դրեց այդ բոլորին դրեց ծախումների տեղ, չեմ ուզում եմ բառը օգտագործել, որ ինքը շատ է սիրում իր գրքում էլ կա չէ բոյով սկսող բառը։ Ինքը այդ բոլորին դրեց դրանց տեղը։ Բայց այդ մարդիկ պիտի մտածեն, որ ի վերջո այն ինչ որ կատարվում է, ես համար վտանգ է ներկայացնում։ Ձեր հարցը շատ տեղին էր, արդյոք սպասել իրավիճակի բարելավման, թե
իրավիճակի մեկ բարելավում է եղել վերջին տարիներին։ Որտե՞ղ։ Սահմանների վրա կրակոցները դադարեցին։ Չեմ ուրանա նաև ճանապարհներ ահագին կառուցվեցին։ Հիմա փաստը հետո որ ես Նիկոլի քաղաքական գծոցը չեմ ընդունում, բայց այդ ճանապարհները տեսնում եմ ինչպես է կարգավորված։ Այս փուլում բանակցային սեղանի շուրջ որն եք համարում Հայաստանի համար ամենախոցելի դիրքը։ Հայաստանի ամենախոցելի կեցվածքն այն է, որ Հայաստանը հանդուրժում է խտրական վերաբերմունք Հայաստանի եւ հայության նկատմամբ։ Ես մի կարևոր բան պիտի ամեն դեպքում առանձնացնեմ։ Որպես հերոս են Քաշնազարը մտնում էր տախտիտակ գոռում էր, չէ՞, տղամարդը տախտիտակից դուրս չեմ գա։ Հիմա այս միջազգային սրբապիղծը հայտարարում է. Ալիև, արի պայմանավորվենք։ Ես արցախցիների վերադարձը թույլ չեմ տալիս, ընդառաջ եմ գալիս քեզ, դու էլ պիտի թույլ չտաս, որ խոսակցություն գնա ադրբեջանցիների Հայաստան վերադառնալու մասին։ Տեսեք ինչ է, ինչի մասին է խոսքը։ Կոնկրետ Ալիևը իր իշխանությունը հայ ժողովրդի մի հատվածի նկատմամբ կատարել է ծանր հանցագործություն, որի մասին աշխարհը խոսում է, անկախ նրանից, որ մենք իրենք նախորդ բունում որ ասեցին մի բան արել, այդ մի բան ոչ թե ճանապարհներն էին, ինքը չի արել։ Քաղաքակիրթ աշխարհը ուղարկել է դիտորդների, որպեսզի խաղաղությունը ապահովվի։ Այդ փաստ է, որ մենք իրենք որ այլևս սահմանային զոհեր չենք ունենում այս փուլում։ Դա նաև մեզ համար ուղղակի չի հասկանում, թե ինչ շեշտադրում է։ Բայց դրան զուգահեռ նաև նշենք, որ ինքնասպանության դեպքերն են աճել, զինվորները իրար վրա կրակելու դեպքերն են շատ աճել։ Եղել են այդ դեպքեր, ես հետևել եմ բանակային կյանքին մշտապես, դրանք միշտ եղել են, ես խոսում եմ հայ-ադրբեջանական հակամարտության հետ կապված։ Հիմա գալով եմ բանը, որ ասեցի շատ կարևոր է, տեսեք, սովետի օրոք KGB, ես դրա լավ իրազեկ մարդն եմ։ Եվ ասեմ KGB-ի նկատմամբ ունեցած հարգանքն է, որ ինձ փրկել է։ Քանի անգամներ մեզ և ծրագրված են ֆիզիկապես ոչնչացնել, իրենք ներքին համակրանք են ունեցել են մարդու հանդեպ, որը չի կոտրվում։ Ոչ միայն չի կոտրվում, տեսել են ինչպես են կազմակերպել անկախական շարժումը, հետո տեսել են ինչպես են բոլոր ազգերի քաղաքականավորները այրիկյանին համարում իրենց առաջնորդը։ Ինչ է, բայց դա հարցի մի կողմն է։ KGB-ն կատարել է հանցագործություն, որպեսզի Հայաստանի ազատասիրական զգացումները սպանի, ինքը փորձեց Արցախի ձգտումը օգտագործել անկախական շարժման դեմ։ Հետո Հայաստանում արել չարագործություններ եւ այլն եւ այլն։ Ուրեմն դրանք ուղեկցում էին ինչով, Սումգայիթի ջարդեր, Բաքվի ջարդեր։ Դա արել է KGB-ն, որքան էլ մենք ասենք Ադրբեջանը այսպես, այնպես այն ժամանակ KGB-ի իշխանություններ։ Հայաստանից էլ գնացել են KGB-ի իշխանության պայմաններում։ Ուրեմն KGB-ի իշխանությամբ ժողովրդագրական պարտադրված ժողովրդագրական գործողությունները ինքը վերագրում է Հայաստանին։ Եվ Ալիևին, այսօր Ալիևի կատարած Ալիևը կոնկրետ մարդ է, KGB-ն անցած է, չկա չես կարող բռնել բնադրել։ Ինքը Ալիևին ասում է, որ քո այսօր արածը, այն KGB-ի արածի հետ հավասարազրում բան, ինչ գործ ունես դու KGB-ի արածների հետ, դու ինչ գործ ունես թեկուզ Խոջարովի հետ։ Դրանք եղել են KGB-ի օրոք կամ Խոջարովն դեռ կարող է Ալիևը խոսում է բանի մասին, չէ, որ Հայաստանից բռնի հեռացվել է։ Բռնի հեռացվել է կրկնակյավերի Ադրբեջանից։ Այդ դրա մասին կարող են խոսել որպես հավասարաժողով երևույթներ, բայց այսօր ընդամենը 3 տարի առաջ Ալիևը կատարել է ցեղասպանություն, ինքնորոշման նկատմամբ, ու դու դա արտարացնում ես։ Այնպես որ այսօր երբ ասում եք ինչն է առաջնահերթը, ես առաջին հերթին կասեի ամեն տեսակի բանակցություններ շատ լուրջ ամբիոնից հայտարարնես վերջացնում ենք, Հայաստանում ընդհանուր զորահավաք ես հայտարարում Ադրբեջանի սպառնալիքների դեմ, գիտեք, 44 օրյա պատերազմի ժամանակ էլ ընդհանուր զորահավաք չհայտարարեց գլխավոր հրամանատարը, գլխավոր տականքը։ Սարդարապատ տեսած ազգին դու ինչի ես պարտադրում այսպիսի ծանր պայմաններ, շատ լավ հասկանալով երևի նախապես և հետո չէ որ ինքը երբ դրան հաջորդեցին նոյեմբերի 9-ի պայմանների խախտում, ինքը հանգիստ ասին բնականon համարեց։ Ուրեմն նախ և առաջ պիտի ասենք, քանի թեկուզ մեկ հայ գտնում է Ադրբեջանի մեջ, Ադրբեջանում գերության մեջ, պատանության մեջ, խոսելն ավելորդ է։ Ինքը դա պիտի աներ Տրամպի հետ հանդիպման ժամանակ առաջին օրը, բայց ինքը եթե երության փալաս է, ոտի տակի շուր, նա ոնց կարող է արժանապատիվ կեցված դրսևորել։ Այսինքն ես չեմ ասում, որ ինքը իմ անցած ճանապարհն անցածներ, բայց գիտի չէ որ այսպիսի մարդ կա, որին 10 անգամ առաջարկել են, ասել դու ինչ ես ուզում, ասել եմ ուզում եմ։ Արի քեզ բաց թողնի, չես նստել 87 տարի։ Ես ասել եմ
մի պայմանով, իրենք են ինձ պայմանով, մի պայմանով, հենց դուրս եմ անկախություն թերթեմ լուսն ծայում, ասել ինչ է, բա մի քիչ չես կարող սովորել, մի բան սովորել Հայրիկյանից։ Պարոն Հայրիկյան, վերջում ամփոփելով մեր հարցազրույցը կխնդրեմ նշեք, թե այս ողջ գործընթացներում, այս ողջ ժամանակաշրջանում Հայաստանի համար պատմական շրջադարձը որն է լինելու։ Գիտեք, Հայաստանի համար պատմական շրջադարձ եղավ, երբ ժամանակին 5 հոգի որոշեցին բաց շահարով խոսել Սովետի դեմ եւ հրատարակել անկախություն թերթ, որտեղ խոսելն այլ բան է։ Անկախության թերթի արձագանքները հասան սովետական բոլոր ազգերին։ Հետո Հայաստանում տեղի ունեցավ հավաք վրացի, ուկրաինացի, հայ ազգային գործիչների։ Այդ գործիչներից 3-ը Մովսես Գորգեսյան, Մերապ Կոստավը, նույնիսկ 4-ը Վիչեսլավ Չեռնովիլ եւ Միխայել Օհորին դարձան ազգային հերոս։ Հիմա տեսեք, ասում եք, ինչը կարող է լինել։ Ես անցածուր պատերապարակում երբ ընդամենը կոնկրետ հաշվարկով 40 հոգի, բայց կարող եմ 50 հոգի գնալ գալիս էին ցույցի ժամանակ։ Ինձ լրագրող երբ հարցրեց, չեք կարծում, որ սա քիչ ասեցի անկախության պայքարը, որ շատ ավելի լուրջ պայքար է։ Սկսել ենք 5 հոգով։ Այս ուրբաթ, եթե հայ մարդիկ չեն գալիս իրենց բողոքն արտահայտելու, գիտեք ինչ կարծում եմ արել, ասում եմ, դուք հայ արգելական եկեղեցու հետապնդումների մասին եք դժգոհում։ Եկեք ձեր բողոք արտահայտեք, իրավախախտում է, գերիների մասն են խոսում իրավախախտում է, արցախցիների ով ինչ հարց ունի, եկեք այդ օրը, ես իմ վրա եմ վերցնում այդ դեռ ավելին, ասել եմ մյուս քաղաքական ուժերը թող գան, հավասարի կարգավիճակով, ասած ես չեմ այնպիսի հարց չեմ դրել, որ օրինակ Հայրիկյանը դառնա վարչապետ, չնայած ինձ ավելի շատ են առաջարկում տարբեր քաղաքական ուժեր, քան այսօր որևէ մեկին է առաջարկում, ես ասում եմ դրա ժամանակը չի։ Դուք որ ասում եք ինչով է սկսելու, այ օրինակ այս ուրբաթ կարող է սկսելու։ Ես ծրագրել եմ հիմնական հալավակ փետրվարի 18-ին։ Հայաստանում ազգային զարթոնքը սկսել է 88 թվականի փետրվարի 18-ին։ Հետո ամսի 20-ին արդեն մենք համագործակցել աջակցել ենք Արցախյան շարժմանը, բայց սկսել է փետրվարի 18-ին։ Փետրվարի 18-ը հայ ժողովրդի ազատացությունը խորհրդանշող օր է։ Եթե մարդիկ կուզեն, կհասկանան, որ մեկ անգամ իրենց դեպի բարձր ազգային համազգային նպատակի առաջորդած մարդը, հիմա գլուխը կա խամեստորեն, ասում եք եք միասին բողոքենք իրավախախտումների դեմ, հարկային տերորի դեմ ես, արի մանրը։ Տեսեք, այն միջոցները, որ ինքը հատկացրեց որպես արխիվավիճակ չէ, մի մարդ կա, որը հյուսիս-հարավ ճանապարհի Բանգլադեշի հատվածում ասում է, ինձ այսքան գումար տվեք, որ ճանապարհ տամ։ 10 անգամ չէ, 20 անգամ պակաս գումար է ուզում։ Սրանք չեն տալիս։ Եվ այդ ճանապարհը այս 5-6 տարի է, մետրոյի կայարան չեն կառուցում, այդ գումարով կարելի է մետրոյի կայարանը կառուցել։ Ուրեմն այդ բոլորը նկատի ունեմ խախտումներ են, որոնց դեմ մարդիկ կարող են գալ արտահայտվել, հասնել ուրիշ հարցեր կան։ Այնպես որ քաղաքականավորների հարցը, սարսափելի հարցը չէ, հներից սկսած, Արտուր Վարդանյանից սկսած, վերջացրած այսօր Սամսոնյանը Բայց այսօր Արդարադատության նախարարը հայտարարեց, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, իր ասուլիսի ժամանակ հայտարարեց։ Ուրեմն տեսեք ինչ ասեմ, նաև Տիկին Գալյանի համար, նախ Տիկին Գալյան, ձեզ վարչապետը փոխանցել է 2 պատետ, Սահմանադրության նախագիծ և հայեցակարգ։ Դուք այս 5 տարի, անձամբ դուք չէ, բայց Արդարադատության նախարարը 5 տարի ժամանակ եք վատնում, ահագին հանցագործություններ եք կատարել, ապօրինի վարձատրություններ եք տվել եւ առաջ չեք գնում, ձեզ պատրաստի բան է տված։ Ինչու եք դուք արգելել եւ այդ դժբախտին Համլետ Արոթյանին դարձրել եք սլակավար, այսինքն նրան զոհ եք տալիս, իմանալով որ Հայրիկյանի դեմ դրսևորող վերջաբանանալով ու չեք քննարկում այդ բանը։ Այդքան ուրեմն Արդարադատության նախարարությունը մեկ արտարամիտ բարձր պաշտոնյա չկա, որ հասկանա, որ մեզ ուղարկված են թղթեր, փաստաթղթեր, որոնց պետք է քննարկենք համապատասխան կառույցում եւ առաջինակ հիմա։ Եթե դուք կարծում եք, թե կա աշխարհում որևէ բռնապետություն, որտեղ ընդունում են, որ իրենք քաղաքականավորներ ունեն, սխալվում եք։ Դուք Նիկոլի շարքային պրիմիտիվ էժանագին գործիքն եք, գործիքը ընդամենը, որովհետեւ ասել քաղաքականավորներ չկա այն պայմաններում, երբ ամբողջ աշխարհին հայտնի քաղաքականավորն ասում է, որ Սամսոնյանը քաղաքականավոր է, Բագրատ Սրբազանը քաղաքականավոր է, Աջապարյանը արդեն դատված քաղաքականավոր է։ Ես չեմ խոսում տնտեսական գործունեություն իրականացնող մարդկանց մասին։ Մարդն ասում է մենք մեր ձևով չի ասել է բռնությամբ, մենք էլ մեր ձևով։ Եթե դու անցնում ես օրինակ խախտելու, մենք էլ ես կբերենք օրինակ, օրենքի դաշտ։
ես այդպես եմ հասկացել։ Այնպես որ Հայաստանում քաղաքականավորներ կան եւ դա մեծագույն թշնամական վերաբերմունքն է Հայաստանի եւ հայության նկատմամբ։ Ինչ վերաբերում է ինչ անել, ամենակարևորը դա է։ Շարունակեք ողորմելիներ, պատերի տակ սուրճ կմերից քննադատել Նիկոլի գործունեությունը եւ կեցվածքը։ Ազնիվ պատասխանատու մարդիկ, ձեր խոսքը գործից դիչ տարբերվի։ Եվ որովհետեւ եթե խոսքը գործից տարբերվում է, նշանակում է դուք ստում եք, եթե ստում եք մեղք եք գործում։ Ես ձեզ բոլորիդ հնարավորություն եմ տալիս գալ առաջիկա ուրբաթօրը, հետո հաջորդ ուրբաթօրը ժամը 5-ին կսկսենք այդ նախապատրաստական հանդիպումներին, ցույցերին, հանրահավաքներին, որից հետո փետրվարի 18-ին արդեն կլինի մեր վճռական սահմանազատումը, չեմ ասում, տապալումը իշխանությունից հեռացնելը, պիտի սահմանազատվենք ապիկար թշնամի իշխանավորներից։ Շնորհակալ ենք։ Հարգելի հետևորդներ, հիշեցնենք, որ մեր զրուցակիցը ազգային ինքնորոշում միավորում կուսակցության հիմնադիր առաջնորդ Պարույր Հայրիկյանն էր։